Բարևներ Արմաշի համից բոլորին, դրսում ապրող մեր բոլոր հայերին և հատկապես նրանց, ովքեր բաժանորդագրված են մեր յութուբյան ալիքին Արմաշի համին և շնորհակալություն եմ ասում բոլորիդ։ Շնորհակալություն ասեմ իմ լավ հետևորդներին, հաճելի գեղեցիկ համով հոտով մեկնաբանությունների համար։ Հարգելի հետևորդներ ջան, ուրեմն գնումներից եմ գալի հենց նոր։ Տան համար գնումներ եմ արել եւ ամենակարևորը, որ գնել եմ կարակ, որովհետեւ առանց կարակ չէի կարողանում։ Փորձեցի, որ պատրաստեմ յուղով ճաշերը, բայց սովոր եմ կարակի եւ կարակ եմ գնել։ Վերցրել եմ գորավանի կատնաշոր, որը Էլենը շատ սիրում է կատնաշորը, ու այստեղ մոտ 3 կիլոգրամ կարակ է, շատ համով կարակ է, ասեմ հարգելի հետևորդներ ջան, ու վերցնում եմ անմիջապես գործարանից, կիլոն 4000 դրամ է կարակի, սա դնենք մի կողմ, այստեղ էլ նորից գնումներ եմ արել, թթվասեր եմ վերցրել, բայց սա գորավանի չէ, որովհետև այս գնումները արել եմ, հետո եմ արդեն արել եմ Արարատից, հետո գնացել եմ Գորավան։ Վերցրել եմ Մարիանա ֆիրմայի թթվասերը, այստեղ վերցրել եմ անանասի կոմպոտ, եգիպտացորեն, կանաչ բոլոր, աղցանի համար ու յոգուրտներ Էլենչոյիս համար։ Դե մենակ Էլենչոս չի լինում, թորնիկներս էլ են այստեղ շուշուտ լինում, դրա համար իրանք էլ են օգտվում։ Սպիտակ բազուկ եմ վերցրել, խաշեմ, տապակեմ, շատ համով է ժողովուրդ ջան, մածունով, սխտորով։ 3 կապ էլ վերցրել եմ բազուկ, վերցրել եմ թարմ կանաչի, խառը կանաչի և մառոլ կրկին աղցանի համար։ Սա էլ գնումները, նորից հողաթափեր եմ գնել, այս հողաթափերը գնել եմ մեծ աղջկաս համար, Վարդուս համար, դե որ առնում ենք բնականաբար իրան էլ պետքա մի բան առնենք։ Սիրունա չէ, ասեք որ սիրունա, ու շատ լավն է, հələ որակը նայեք, ինքան լավն է։ Այս հողաթափերն էլ վերցրել եմ ինձ համար հագնելու տանը, սրանք վերցրել եմ տղայիս համար, բայց լավն է, այս էլ է լավ, այս տղամարդու հողաթափերն էլ շատ լավն է ու փափուկ։ Սա էլ ինձ վերցրեցի, ուրեմն ասեմ, այնքան հարմար էր, այնքան հարմար ու շատ զեղչված գնով, հարգելի հետևորդներ ջան, ընդամենը 2000 դրամ եմ վերցրել, բայց շատ հարմար էր, հագա, դրսում էլի, բակում կհագնեմ, խանութ գնալուց կհագնեմ, ինչի չէ, որ ասում եմ իմ աղջիկ Էլենը ծիծաղում, ասում է, սրանով պիտի գնաս խանութ, ինչ ալնում Էլեն ջան, որ հիմա ես էսի հագնեմ, գնամ խանութ, հա։ Շատ լավն էր ու շատ հարմար է։ Մի երկու հատ էլ այսպես նասկ եմ վերցրել, ուզում եմ հարգելի հետևորդներ ջան, այստեղ ինձ սրբիչներ են նվիրել, իմ բարեկամուհին է նվիրել, իմ ծննդյան առիթով նոր է եկել, այս սրբիչներն է վերել ինձ համար, երեսի սրբիչները։ Դե այստեղ խոհանոցում դրած էր, ասի լավ մի հատ էս էլ ցույց տամ, դուք էլ տեսնեք, շնորհակալություն ասեմ իմ բարեկամուհուն, այս գեղեցիկ նվերի համար, լավ սա դնենք մի կողմ, հիմա այս բոլորը հավաքում եմ, տեղավորեմ ու մի հատ համով բան պատրաստեմ։
կարտոֆիլը կեղևահանան եմ։ Հարգելի հետևորդներ ջան, շատ համով ու տեստ եմ պատրաստում կարտոֆիլով, տավարի մսով։ Սկզբից կարտոֆիլը մաքրեմ։ Դե տավարի միսը ես արդեն նախապես էփել եմ, պատրաստ եմ արել, որ գամ, գնումներից գամ ու պատրաստ լինի։ Արեցի կարտոֆիլը պետք է անպայման տափակեմ։ Կարտոֆիլը հիմա վերցնեմ մեկ գազար, գազարն էլ կտրեմ, գազարն էլ պետք է անպայման տափակեմ։ Կարտոֆիլը արդեն լցրեցի թավայի մեջ, հիմա կսպասենք, որ տափակվի։ Հիմա էլ պետք է կտրեմ միսը, տավարի խաշած միսը։ Սա է մի փոքր նորից տապակելու եմ։ Որ հարմար լինի։ Հենց սոպը մաքրում եմ կամ կտրում եմ, աչքերիցս արցունքը գնում է։ Սոխն
բերեմ։ Միչուկը հանում եմ նրա համար, որովհետև էփելուց այս միչուկի համը տհաճա, շատ տհաճա, ես է չեմ սիրում։ Հիմա կասեք, բա որ սոխ չեն ուտում, խելք այդքան սոխ օգտագործում։ Հարգելի հետևորդներ ջան, ուրեմն ասեմ, էսի պետքա պատրաստեմ սոխը։ Դե սոխը այնպես եմ պատրաստում, որ սոխը տակն է լինում, ամանի տակ որ պատրաստում եմ, չի խառնվում իրար։ Դրա համար այդքան սոխ կրպեցի։ Սոխն էլ պետքա, այս բոլորը ինչ որ կտրեցի, այդ բոլորը պետքա տապակեմ թավայով։ Ինջա, դու մի հատ քո ձեռքով, համով կոֆեկ սարքես իմ աղջիկ, հա? Հեսա ջազման վերցրու։ Սոխն էլ կտրեցի, վերջացրեցի, հիմա անցնեմ կանաչի։ Աղ եմ լցնում։ Հիմա կարտոֆիլը վերցնում եմ, տապակում եմ միսը, կտրատած միսը։ Մի փոքր մսին աղանենք։ Միսը հանեցի արդեն, պետք չի որ շատ կարմրի։ Հիմա սոխը եւ գազարը իրար հետ եմ տապակում։ Նորից աղ։ Մի
Մինչև սոխն էլ տապակվի, հիմա տեսեք ինչ եմ պատրաստում, վերցնում եմ 2 ճաշի քթալ, այսպես լիքը ճաշի քթալ, մի փոքր էլ ավել, թթվասեր, թթվասերի խառնում եմ ալյուր, նորից աղ մի փոքր, որովհետև բոլորն էլ որ տապակել եմ, նորից աղ եմ լցրել, այդքան էլ շատ չէ, հիմա սա լավ կխառնեմ, այստեղ ունեմ մսի արգանակ, նախապես քամել եմ, տավարի մսի արգանակն է, լցնեմ սև պղպեղ, նորից խառը համեմունք, կարևորը որ լավ խառնենք, ալյուրը լուծվի մեջը, դեսա էլ արդեն դնենք մի կողմ, մի հատ նայենք, թե սոխն ու գազարը ինչ վիճակում են, ինչ անուշագալի այս գազարի ու սոխի հոտը, տապակած վիճակում, բա ասա այս համով սոխը չեք ուտի, այ ժողովուրդ, դե արի ու մի ասա, այս համով սոխի տապակած չեք ուտի, հեսա իմ տան անդամներին ա վերաբերվում, հարգելի հետևորդներ ջան, մի փոքր տապակվի, արդեն բավական է, արդեն տապական բերել եմ, ուրեմն պարզ դարձավ ամանից, որ պետք է նորից դնեմ ջեռոցը, բոլորը սենց լցնում եմ ամանի մեջ, ապակի ամանի մեջ ու դնում եմ ջեռոցը, այսպես, սա դնել մի կողմ, հիմա լցնում եմ կարտոֆիլը, լցնում եմ միսը, դուք կարող եք նաև պատրաստել հավի կրծքամսով, ես կրծքամսով էլ եմ պատրաստել, համով էր, վատը չէր, նորից ավելացնեմ կարտոֆիլը, նորից միսը, դե ես առանձին էլ չեմ համեմում այս տապակածները, որովհետև արդեն
սոուսը, որ պատրաստել էի, սպիտակ սոուսը համեմել էի։ Այսպես։ Հիմա ինչ եմ անում։ Հիմա արդեն միացնեմ ջեռոցը, որ պատրաստ լինի, հետո նոր կլցնեմ սոուսը։ Վրան էլ լցնում եմ իմ սպիտակ սոուսը, որ նոր պատրաստեցի։ Այսպես։ Վերջ։ Այս համով ուտեստը հիմա կդնեմ ջեռոցը, հարգելի հետևորդներ ջան, դե շատ պետք չի, ընդամենը 10 րոպե կեպվի, հենց որ պատրաստ լինի, վրան կավելացնեմ թարմ կտրատած սամիտ եւ համե։ Վրան ոչ մի բան չեմ դնում, ոչ յուղաթուղթ եմ դնում, ոչ էլ ինչ որ փայլաթուղթ, հարգելիներս, ընդամենը այսպես դնում եմ ջեռոց։ Ուզում եմ մի փոքր էլ կարագ հավելացնեմ վրան, չնայած որ բոլորը տեսակ տապակել եմ ձեթով, բայց ուզում եմ 2 կտոր էլ հենց այս տաք վիճակում կարագ դնեմ վրան, ավելի համով կստացվի։ Հարգելի հետևորդներ ջան, անենց անուշ բույրը գալիս է, ջեռոցը որ բացում եմ, շատ անուշ, այդ խառը գազարի, սոխի, անուշ հոտը գալիս է, ահա, ես էլ կարակ։ Վերջ։ Ժողովուրդ ջան, տեսեք ինչ համով ուտեստա ստացվել, դե բույրի մասին նկարագրելու չի, հոտն էլ շատ անուշ գալիս է, հիմա կտրատած կանաչին էլ այսպես սիրուն լցնեմ վրան, ձեռքերս էլ լվանամ, այսպես մոտիկից էլ ցույց տամ, իմ լավ հետևորդներ ջան, դե տեսեք։ Այսքանով էլ ավարտեմ այսօրվա հոլովակը եւ ուզում եմ ինձ հարազատ դարձած մարդկանց ասեմ ամենալավն ու բարին ձեզ բոլորիդ եւ բարի գիշեր մաղթեմ բոլորիդ։